Գյումրին անհանգիստ սպասում է, չնայած ոստիկանների առատությանը, անվտանգության ակնհայտ միջոցառումներին ու որոշակի լարվածությանը, ինչպես արդեն համացանցում տարածվել է, այս բառերը Գյումրին թասիբով է։ Գյումրեցիների ասած հայրաքաղաքը թասիբով է սպասում։ Այստեղ համենայն դեպս դեռևս չի հաջողվել գտնել այնպիսի հոգևորականի, որը պատրաստ է զեղչել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանի եւ վեհափառ հայրապետ Գարեգին II անունները պատարագից։ Այսօր տարածվեց Շիրակի թեմի հայտարարությունը։ Այլ թեմերից, ինչպես ասում են, գաստրալոր պատարակ մատուցողների մուտքը այստեղ չի ողջունվում եւ հյուրընկալություն չեն խոստանում։ Այդպիսիների մուտքը բարեկամական չի դիտվելու, այլ գնահատվելու է զավթողական։ Շիրակի թեմի հոգևորականների հայտարարության մեջ ասված է, մեջբերում եմ այս հատվածը. «Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում եւ մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարակ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը եւ կրոնական ծեսի Սուրբ պատարակի իրավասու հոգևորականի կողմից մատուցումը, խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը։ Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարի պատվով»։ Մեջբերման ավարտ հայտարարությունից։ 1874-ից 1886 թվականներին կառուցված այս եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն հայտնի է որպես Յոթ Վերք, ի պատիվ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի, որն այստեղ է բերվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Պատմությունը շատ հետաքրքիր է։ 1832 թվականին, նկատի ունենալով, որ Մարմարաշենի վանքը գտնվում է սահմանին մոտ, սրբապատկերը չվտանգելու համար որոշվել է այն տեղափոխել Հառիճա վանք։ Սակայն Գյումրի հասնելով սրբապատկերը չի շարունակել իր ճամփորդությունը, տեղացիները չեն թողել, որ այն տարվի Հառիճ, եւ ահա մնացել է Գյումրիում, դարձել է եկեղեցու անբաժանելի էությունը։ Սրբապատկերում Սուրբ Մարիամն է իր 7 վերքերով։ Գյումրեցի իմ գործընկեր Դերենիկ Մալխասյանը պատմում է 7 վերած եկեղեցու մասին, ահա թե ինչ են ասում։ Սրբազանը մի հուշակոթող իր նախաձեռնությամբ կառուցվեց։ Նախաձեռնեց այդ հուշակոթողի կառուցումը, որտեղ Հայկաձորից բերված սահմանային գյուղ է Հայկաձորը, խաչը, որի վրա կրակել են մի կողմից բոլշևիկները անաստվածության ժամանակ, մյուս կողմից թուրքերը, ամբողջովին հետքերն է հա կրակոցների, իսկ ներքևում այն հոգևորականների անուններն են, ովքեր գնդակահարվել են 36-37 թվականներին։ Դերենիկ Մալխասյանը նորից անդրադառնում է պատմությանը, վաղուց էր, բայց ոչ հեռավոր անցյալում, Ստալինի ժամանակներում է վերջին անգամ հոգևորականությունն ապրել այսօրվա հալածանքներին շատ նման իրավիճակներ։ Հալածանած եւ չարչարանած։ Ես հարազատներն եմ լսել, իհարկե դատախազության այդ բանի մեջ չկար, փաստաթղթի մեջ չկար, բայց հարազատները պատմում են, որ հենց եկեղեցու բակում տրոյկաները գնդակահարել են։ Այսինքն 30-ական թվականներից հետո սա առաջին դեպքն է, երբ մենք տեսնում ենք բռնաճնշումներ հոգևորականների նկատմամբ։ Իդեպ հոդվածներն էլ կարող է բավականին նման լինել իրար, էլի, այնտեղ ասենք, չգիտեմ, հայրենիքի դավաճանություն եւ այլն, այսինքն գրեթե նույն բանը է, էլի, տարբեր ասենք ձևակերպումներով։ Նույնը, բովանդակային առումով նույնն է։ Սա շատ հետաքրքիր եկեղեցի է։ Իհարկե ամենահներից մեկը չէ, բայց գործել է անգամ խորհրդային տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները բացի Էջմիածնի Մայր Տաճարից եւ փաստորեն երկրորդը 7 վերածն էր։ Ընդ որում սա միավորող եկեղեցի է, այստեղ խորհրդային տարիներին գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցի։ Հայ առաքելականը բնականաբար, հայ կաթոլիկականը եւ խորանում գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը Հիսուս Քրիստոսի քանդակով եւ ռուս ուղղափառ եկեղեցին, 3 եկեղեցի մեկ տեղում։ Եվ իր պատմության ընթացքում իհարկե վերքեր տեսել է այս եկեղեցին։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է գմբեթները, որոնք հիմա եկեղեցու բակում են,
Նորից շենացել են, նորից փրկվել է, հիմա Շիրակի թեմի առաջնորդանիստն է, որը սակայն իր տարածքում պահում է իր պատմությունը, որպեսզի ոչ ոք այն չմոռանա երբեք։ Ինչ վերաբերում է սրբազանների կալանավորման եւ եկեղեցու դեմ այս արշավին, Սա ուղղակի պատմական ամոթ է այս հայոց պատմության մեջ այս էջերը դառնալու են ամենաամոթալի էջերից մեկը, որը գրվել է ոչ թե օտար պետությունների լծի ներքո, այլ Հայաստանի անկախ հանրապետության պատմության ընթացքում։ Սա ուղղակի պատմական ամոթ է եւ ուրիշ ոչինչ, իսկ քաղաքագիտական առումով ուղղակի այլասերված ավտորիտար ռեժիմ, որը գնում է հասարակությանը ահաբեկելու ընտրություններից առաջ եւ ցույց է տալիս, որ ինքը որևէ կարմիր կից չունի, պետք լինի եպիսկոպոս կբանտարկի, պետք լինի այլասերված բռնապետական մեթոդների կդիմի, եթե իշխանությունը այսքան անհանգստացած է իր իշխանությունը պահելով, ուրեմն նշանակում է, որ իրենք եւս ունեն որոշակի տեղեկատվություն, որ իրենց իշխանությունը սասանվում է, մի շարք, չնշեմ պատճառները, բոլորին էլ հայտնի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան վախեցած իշխանությունը կորցնելով եւ իրական հիմքեր տեսնում է այդ կորցնելու հետ կապված, դրա համար էլ դիմում է հասարակությանը ահաբեկելու մեթոդներին։ Հիմա տեսեք, սա ամենասովորական քաղաքացիները կամ մի քիչ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներն ու հասարակական գործիչները ինչ են զգալու իրենց գործունեության ընթացքում։ Ասելու են, լավ, խոսքի համար եպիսկոպոս են բանտարկում, բա ինձ ինչ կանեն։ Այլ որևէ մեկը պաշտպանված չէ այս առումով։ Ինչ խոսք Գյումրին թասիբով է եւ դա չի քննարկվում, բայց իրենք գյումրեցիները ավելին են ակնկալում իրենց համակարգացիներից, իրենք իրենցից։ Նրանք, ովքեր համակերպված կամ հաշվենկատորեն լռում են այս իրավիճակում, ելնելով որևէ հանգամանքից, իրենց դիրքից, պաշտոնից, այդ մարդկանց Տերետնիկ Մալխասյանը խստորեն քննադատում է եւ անվանում է վախկոտներ։ Գիտեք, ես ասեմ, որ սրբազանի բանտարկության հետ կապված երևի տարբերություն չկա Գյումրի, Երևան, թե մեկ այլ տեղ, ես տարբեր տեղերում լինում եմ ու հավասարաչափ այնպես չի, որ Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդն է ու միայն գյումրեցիները ավելի շատ պետք է անհանգստացած լինեն։ Ես այդ նույն անհանգստությունը տեսնում եմ եւ կարող եմ ասել ավելի շատ տեսնում եմ նաեւ Երևանում, մյուս այլ քաղաքներում ու բնակավայրերում, իսկ Շիրակում բնականաբար գիտեք ինչ է ալիք է բարձրանում ներքին բողոքի ներքին էներգիայի, բողոքական էներգիայի կուտակում է նկատվում, շատերը կարող է ձայն չանեն, վախենալով իդեպ, ես շատերին ճանաչում եմ, ովքեր ես այդ մասին գրել եմ, ինձ տեսնելուց հպարտանում էին, որ Սրբազանի հետ հանդիպեցին, մի 15 րոպե խոսացին, կամ ասենք Սրբազանը իրենց բարևեց, հայացքով իրեն նայեց, բայց այսօր այդ մարդիկ շատ լուռ են։ Ինձ համար դա անհասկանալի է, ես հաշվենկատ վախկոտություն, ես սովորական քաղաքացիների մասին չեմ ասում, ես ասում եմ այն մարդկանց մասին, ովքեր հասարակության մեջ որոշակի ստատուս ունեն, ֆինանսական կամ հասարակական, այդ մարդկանց մասին եմ ասում, բայց իրենք հիմա շատ աղմկոտ լռում են, եւ եթե կա քարեր նետելու ժամանակ, կա նաեւ քարեր հավաքելու ժամանակը, սա էլ կանցնի։ Դե ինչ, սրբազանները բանտում են, բայց նրանց խոսքը արդեն հնչել է։ Մնում է սպասել, թե ինչ տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերքի եկեղեցում, որքանով այդ պատարագը կավելացնի այս եկեղեցու վերքերը, թե կկարողանա փարատել 37 տարի առաջ այս նույն օրվա հարվածի անմոռանալի վիշտը։ Համացանցում տարբեր նյութեր փնտրելիս ինձ հանդիպեց Միքայել Սրբազան Աջապահյանի 10 տարի առաջ մատուցված մի պատարագի տեսանյութ, որտեղ շատ հետաքրքիր էր նրա քարոզը, հատկապես հոգևորականների չարչարանքների մասին։ Եվ այս հատվածը առաջարկում եմ լսենք, քանի որ վաղվա պատարագում քննարկվում է հենց նրա անունը, ոչ միայն Հայրապետի անունը, այլ նաև Միքայել Սրբազանի անունը հնչեցնելու հարցը, քանի որ պատարագի մեջ ոչ միայն Հայրապետի անունն է հնչում, այլ նաև այդ թեմի առաջնորդի եւ դա պատարագի անբաժանելի մասն է համարվում։
Լսենք Միքայել Սրբազանին։ Այս ամենը ունենալով հանդերձ որ ունեն հրեշտակները, քահանաները պարտավոր են ունենալ եւ ունեն նաեւ հալածանք եւ չարչարանք եւ աղավասիկ այդ հալածանք եւ չարչարանքն է բարձրացնում առաջնորդությունը, քահանայությունը, հովգությունը ավելի բարձր քան հրեշտակների, որովհետեւ հրեշտակները անչարչարելի են եւ նրան հալածվելու ենթակա չեն։ Միշտեր Տիմոթեոս, որ առաջին հովիվն էր իր հոդի, մարդ էր եւ չարչարանքների եւ հալածանքների ենթակա։ Ուրեմն, երբ որ այս մտածումով եք մոտենում ավետարանական այս պատգամին, տեսնում եք եւ ըմբռնում եք կարևորությունը առաջնորդության, հոգևորականի առաջնորդության կարևորությունը, եւ որը կարող է արտահայտվել, ինչ որ ուրիշ տեղեր չի արտահայտվում, կարող է արտահայտվել եւ պետք է արտահայտվի նաեւ գրված հալածանքների եւ չարչարանքների մեջ։ Եվ այստեղ է որ առաքյալը իր օրինակը դարձյալ բերում է ասելով հիշիր, թե ես ինչ հալածանքներ եւ չարչարանքներ գրեցի ավետարանի համար։ Հետևաբար այդ բոլոր առաքինությունները ունենալով հանդերձ պարտավոր ես գրել հալածանքները եւ չարչարանքները, որոնք գրեցին Քրիստոս, որոնք գրեցին առաքյալները, սուրբերը, հայրապետները, եւ ուրեմն այս մտածումը, որ փոխանցում է Պողոս առաքյալ Տիմոթեոսի, այսօր ուղղված է նաեւ մեզ,